Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք, շատ ուրախ եմ, որովհետև մենք պատրաստում ենք կերակրատեսակներ մեր ազգային խոհանոցից, որը կարծում եմ ձեզ կհետաքրքրի։ Այսօրվա պատրաստելիք կերակրատեսակին ինձ օգնելու է Աննա Մաթևոսյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի ավագ վարպետ։ Ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ինչպես եք։ Լավ, ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք այսօր քաշովի, արիշտայով քաշովի։ Բաղադրիչները պարզ են, պատրաստման եղանակը եւս պարզ է եւ հասանելի մեր բոլոր տնային տնտեսուհիներին։ Էրիշտայով քաշովի, Շիրակի մարզին բնորոշ։ Այո։ Գնացինք, ինչից սկսենք։ Բաղադրիչները ինչպես նշեցի, պարզ է, սկսենք թերևս սոխառածից։ Ես կկտրատեմ սոխը, իսկ դուք մինչ այդ խնդրեմ տաքացնեք տապակը։ Այո։ Ընթացքը լինելու է սոխառածի վրա նոր պատրաստելու են քաշովին, չէ՞։ Այո։ Սոխառածը մանր ենք անելու։ Իսկ մենք օգտագործում ենք Բայարսկոյե ապրանքանիշի հալած յուղը։ Ճիշտ է, որ ասում են քաշովիներին եւ փլավներին յուղը շատ չի լինում։ Կարծում եմ ամեն ինչն էլ չափավոր է հարկավոր անել, ոչ շատ։ Եթե շատ է, ուրեմն շատ է։ Շատ կուզենայի խոսենք այն մասին, որ օգտագործվող հատկապես էրիշտան, ինչպես նշում են մեր Շիրակի հայրենակիցները, եւ բլղուրը կամ ձավարը, սրանք հենց այն հիմնական մթերքներն են մեր բնաշխարհի, որոնցով շատ տարատեսակ կերակրատեսակներ են պատրաստվում։ Բացի դա նաև հասանելի է տարվա բոլոր եղանակներին, մենք այն պաշար ենք անում ձմեռվա համար եւ կարող ենք օգտագործել ամբողջ ձմեռվա ընթացքում, ինչը մեր հայկական խոհանոցի առանձնահատկություններից մեկն է։ Եվ բացի դա, ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակում եւ սկսեց ցորենից։ Այո։ Տապակը տաքացրինք, յուղը դաղվեց, սոխառածը առատ, այսպես, հա։ Հա, սոխառածը պետք է առատ լինի, որպեսզի համը տեղը լինի, քանի որ սոխից շատ բան է կախված, շատ յուրահատուկ համ ունի։ Կարելի ասել համարյա այն բոլոր կերակրատեսակները, որոնց մեջ կա սոխ, համային հիմնական այդ բաղադրիչը հենց սոխից են ստանում, չէ՞։ Այո, հիմնական հենց մասը այդ արտահայտիչ համը, որ մենք ստանում ենք, սոխից ենք ստանում, ճիշտ տապակելուց ամենակարևորը։ Այո։ Եվ եթե տապակը տաքացել է, արդեն Շատ լավ։ Ուզում եմ եւ աշխատենք եւ խոսենք հատկապես կրթական այդ միջավայրից, կրթական մեր մեթոդոլոգիայից, ունենք մենք իհարկե պետական կրթական համակարգ, մասնագիտական կրթության մասին է խոսքը, եւ ունենք մասնավոր։ Այ մենք ինչ տարբերություն կա, քո կարծիքով ինչն է, որ պակասում է պետական կրթական համակարգում եւ ինչով է, որ մենք ուզում ենք լրացնել այդ բացը։ Կարծում եմ առավելությունը նա է մեր համակարգի, որ մենք ավելի շատ ենք մթերքների հետ շփվում, մենք գրեթե ամբողջ օրը մթերքների մեջ ենք, բացատրում ենք, ցույց ենք տալիս, կտրատում են, տեսնում են, ճանաչում են, այո, իհարկե դեպի գործնական։ Տեսականն էլ շատ կարևոր դեր ունի, տեսական մասն էլ մենք ներառել ենք նաև մեր ուսումնական պլանի մեջ, բայց տեսականը այնքան շատ չէ, ինչքան գործնականը, որովհետև այնուամենայնիվ մարդը գործնականով է, որ ավելի շատ է հմտություն ձեռք բերում։ Այո, ապրեստու։ Լոլիկը ինչ ենք անելու։ Լոլիկը կեղևից մաքրենք։
Իհարկե պետք է նաև խոստովանել, որ մեր ազգային խոհանոցն այնքան ծավալուն, որ որևէ կրթական կրթօջախ չի կարող ներառել ամբողջ մեր ազգային խոհանոցի այդ բաղադրատոմսերը բնականաբար։ Մենք ինքներս էլ դեռ չենք տիրապետել ամբողջին։ Իհարկե, եւ կարեւոր է, որ մենք արդեն գոնե որոշակի իմացողություն, որոշակի արդեն տալիս ենք հատկապես ազգային խոհանոցին։ Քանզի մենք ենք, որ պիտի նաեւ նպաստենք, որ այդ մեր ազգային խոհանոցը նաեւ տարածվի, հանրահռչակվի եւ կիրառվի կիրառության մեջ։ Կարևորը ճանաչեն, որ մեր կերակրատեսակները, մեր ավանդական կերակրատեսակները։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, որովհետեւ որքան էլ որ նշենք, որ մեր ազգային խոհանոցը դա մեր մշակութային ժառանգությունն է, մենք մի ժառանգության այդ մասը վերականգնենք, տպագրենք, ցույց տանք, պատրաստենք, եթե մենք չենք փոխանցում կրողներին, ովքեր վաղը դրանով կներկայանան եւ մեր հասարակության, մեր հանրությանը եւ նաեւ աշխարհին, եթե չենք փոխանցում, ուրեմն մենք թերանում ենք, այսինքն այդ ժառանգության շարունակականությունը վտանգի տակ է։ Մի փոքր ավելացնենք սուքնին, բայց առանձին շատ հետաքրքիր մի համեմունք ենք պատրաստելու վերջում ավելացնելու համար։ Վերջում ենք պատրաստելու, թե հիմա կարող ենք։ Հիմա արդեն կարող ենք պատրաստել, հավանգի մեջ պետք է լցնենք զիրան, սև պղպեղ, Չամանը, ինչպես հայերեն ասում ենք, թորրեհան եւ բաղ։ Ու ես այստեղ աղ ավելացրի սոխալացին, բայց մի փոքր էլ այդտեղ կարող ենք ավելացնել։ մի քիչ էլ աղ, պիտի հաշվի առնենք, չէ, որ տնական, Այստեղ ես մի փոքր արել եմ։ նաև տնական արիշտան շատ դեպքերում աղ շատ է ունենում։ Այո, եթե տնական պատրաստած արիշտը է, խորտ կտամ շատ զգուշ աղ օգտագործել, որովհետև ինքը աղի մեջ արդեն պահված մակարոններն է համարվում եւ կարիք չկա շատ ավելացնելու, իսկ պետականների ժամանակ կարող ենք հանգիստ մեր չափով պատրաստել Մի քիչ ուշադիր լինենք։ Ընդհանրապես ամեն ինչում պիտի ուշադիր լինենք, բայց ավելացնելու ենք։ Հենց մեր սոխը ունեցավ ոսկեգույն երանգ, ավելացնելու ենք բլղուրը, մի 2 րոպե կշոքի հարենք։ այո, Եվ թեյնիկը տաքացնենք ջուրը, որտեղ մեր հարակող ջուրը հարկավոր լինելու։ զիրան, ինչպես ասում են, բացվեց, հոտը համը, Շատ հաճելի շատ հաճելի բուրմունք է տարածվում։ Մանավանդ մենք ինչու ենք վերջի պահին ավելացնում համեմունքները, որովհետև շատ կարևոր է, որ հենց առաջին ճաշակելիս այդ համեմունք զգանք։ Ու դրա համար վերջում ենք ավելացնելու պատրաստ լինելուց 1 րոպե առաջ մոտավորապես։ Քանի որ որքան նուրբ, որքան այսպես ազդեցիկ բույր, այնքան շուտ գոլորշանում է, ցնդվում է, չէ՞։ Եթե յուղերը դուրս են գալիս։ Իսկ ինչ կարասես ընդհանրապես արիշտայի օգտագործման հետ դրան տարատեսակ, այսպես եղանակներ, այստես երբ որ ասում ենք իտալական խոհանոց, անմիջապես Կամ պիցցա ենք պատկերացնում, կամ պաստաներ։ Պաստաներ տարբեր տարատեսակներ, չէ՞։ Այո, տարբեր տարատեսակներ, որոնք ամեն մեկը իր անվանում ունեն, բայց ասեմ, որ մենք իտալացի շատ տուրիստներ ենք ունենում, որոնք տեսնելով մեր արիշտան ապշում են, որտեղ չեն պատկերացնում, որ իրենց պաստաներից ավելի համեղ ինչ-որ մակարոններ կարող են ճաշակել։ Այսինքն մենք կարող ենք դրա տարատեսակները տարածել, բայց նաև հիմք ունենալով ազգային ավանդականը կարող են նաև նոր մոտեցմամբ, նոր լուծումներ, նոր համադրություններ արիշտայի հետ, չէ՞։ Այո, իհարկե, ես ինքս արիշտա շատ եմ սիրում ու շատ հաճախ եմ իմպրովիզներ անում, փորձում եմ անել։ Կա կերակրատեսակներ, որ լավ է ստացվում, ես դուր է գալիս, կա որ ինչ-որ աշխատելու տեղեր դեռ ունի, բայց մինչև որ անձամբ ինձ շատ դուր չգա, այն չեմ ներկայացնի հաստատ։ Սոխառածը արդեն լավ է, կարող ենք ավելացնել բլղուրը, խոշորահատ բլղուր ենք ընտրում քաշովի համար,
Բովում ենք աստորեն։ Այո, մենք 2 րոպե մոտավորապես կբովենք, կդնենք արիշտան բլբուրի վրա եւ կավելացնենք եռացող ջուրը։ Կրկնակի քանակով ջուրը կավելացնենք եւ մարմանդ կրակով կպատրաստենք։ Հենց պատրաստ եղավ արիշտան եւ բլբուրը, լոլիկները, որը ես կտրատեցի, կդնենք վրա, 2-3 րոպե էլ կշոքեհարենք լոլիկների հետ միասին եւ մոտուցենք։ Կրկնակի մենք ինչ նկատի ունենք, ծավալային առումով, թե կշռի, քաշի, ծավալային։ Ծավալային առումով կրկնակի։ Արիշտան կարող ենք կտրել, կարող ենք այսպես թողնել, նայած ոնց է սիրում։ Պետք է հասկանանք այն հանգամանքը, որ ինչքան հարմար լինի ուտողին, այնքան ճիշտ է պատրաստված կերակրատեսակը։ Այ ուտելու ընթացքում որ հատուկ այդպիսի չափս, որ այսպես կոչված արիշտայի համար գոյություն չունի, պետք է նայես այնպես, որ հարմար լինի։ որ ուղղակի հասկանանք, որ պատարակաղով պիտի ուտեն, մենք հիմա հատուկ ձև այդ օլորել, ես ինչ չգիտեմ ինչ, հարմար լինի, որ պատրաստենք, այո։ Ավելացնենք նաև ջուրը։ Կրակը մի փոքր թույլացնում ենք։ Կապարի չդարձքում։ Եվ մոտավորապես 7-8 րոպեից ստուգում։ Շատ լավ, 7-8 րոպե։ Լոլիկն արդեն պատրաստ է, մենք կմիանանք արդեն։ Ձեզ հարգելի հեռուստադիտողներ 7-8 րոպեից հետո։ 7 րոպեն անցավ արդեն։ Այո, Ինչ կա այստեղ։ պատրաստ է արդեն, ջուրը քաշվել է։ Հիմա շարենք վրան լոլիկները։ Չմիայն ուտելիս է պետք գեղեցիկ հարտարել, սիրով պատրաստել, Պատրաստելիս։ անպայման պետք է նաև Աշխատելիս դու պիտի հաճույք զգաս, չէ՞։ Այո, անպայման։ Եթե դու դա չարեցիր, քո ամբողջ օրը ծանրանալու է քեզ վրա։ Դրեցինք լոլիկները։ Եվ 2-3 րոպե թողնենք, որպեսզի, այսպես ասած, լոլիկները տաքանան։ Այո։ Վերջում ավելացնենք մեր այս հրաշք համեմունքը, որը պատրաստեցինք, եւ մատուցենք։ Հիանալի, ինչ ափսեի մեջ ենք մատուցելու։ Տեսակապսի մեջ կմատուցենք Այո։ եւ ինչ-որ կանաչ դեկորի համար կանաչի կդնենք վրան, որպեսզի ինչպես նշեցիր, նաև հաճելի լինի տեսնելը։ Անպայման, որովհետեւ կերակուրը երբ որ մենք տեսնում ենք, առաջի գնահատականը տեսքն է, հետո նորմալը։ Ինչքան ուզում ես համեղ կերակուր պատրաստել, պետք է պարտադիր այն գեղեցիկ տեսք ունենա, որ գերի։ Ճաշակել սկսում ենք աչքերով։ Այո։ Մեր բոլոր զգայարաններն էլ պետք է ակտիվ լինեն։ Իսկ այս ընթացքում ես նորից հիշեցնեմ, բարեկամներ, որ պատրաստում ենք Շիրակի մարզին բնորոշ կերակրատեսակ, որը կոչվում է էրիշտայով քաշովի, էրիշտա, բլղուր եւ մնացածն արդեն Աննան իր մտահղացումը, իր պատրաստման այդ տրամադրվածությունը, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի հարց է։ Եվ տեխնիկայի եւ էներգիական դաշտն է ստեղ գործում, որովհետեւ եթե ինձ հետ զուգահեռ պատրաստել մեկ ուրիշ խոհարարեցնի կերակրատեսակը, երկուսից մոտ տարբեր համեր է լինելու, համոզված եմ։ Կարող է երկուսն էլ համեղ լինեին, բայց երկուսն էլ հաստատ տարբեր կլինեին։ Էներգետիկ դաշտը շատ կարևոր է։ Ավելացնենք համեմունքը։ Տեսնի մեր հեռուստադիտողը այս չքնաղ երևույթը, այդ պատրաստելիս մենք մեզ չեն տեսնում, խոհանոցում մեզ ոչ մեկ չի տեսնում, մենք ենք ու մենք, այդ խոհանոցում մենք պիտի զվարճություն զգանք, մենք պիտի գեղագիտական զգացում զգանք, որ վստահ լինենք, որ ճաշակողը նույնպես զգա այդ ասեմ, որ ճաշակելիս մեր հյուրը զգում է, թե կերակրատեսակը սիրով է պատրաստված, թե չէ։ Այո։ Իր տեսքից, իր փայլից,
իր հարդարված ձևից։ Այո։ Պատրաստ եմ ես մտածեմ։ Խառնենք։ Ես ուզում եմ բուրմունքը։ Ընտրեմ։ Առաջին հայացքից դե ինչ է, արիշտա եւ բլղուր, բայց համերը, բայց այն տեխնիկան, այո։ Աննա, երևի համամիտ ես, որ մենք ինչքան էլ ասենք, վայ շնորհակալություն, ապրեք դուք մեր Շիրակի հայրենակիցներ, ինչքան էլ ասենք, համարյա ոչինչ ասած չենք լինի, որ այս հիանալի կերակրատեսակները պահպանել են, նաև փոխանցել մեզ։ Մտածել են, որ կարող են նման կերակրատեսակ նախ ունենանք, Այո։ պատրաստել են եւ մեզ են փոխանցել բնականաբար, այդ ավելի շատ մենք այս մեր սերունդը պետք է շնորհակալ լինի, որ sense հավուս ժառանգություն ունենք։ Երախտապարտ պիտի լինենք, այո։ Մենք գեղեցիկ։ Շնորհակալություն։ Ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին։ Ցանկանամ սնվեն առողջ, մտածեն առողջ եւ չզելանան պատրաստել նման համեղ կերակրատեսակներ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Աննային, մաղթենք, որ ինքը միշտ սնվի առողջ, ինքը միշտ ուրախ լինի, երջանիկ լինի եւ երջանիկ լինելու է, որ մեզ նաեւ կերջանկացնի իր լավ կերակրատեսակներով։ Շնորհակալություն Աննա։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս կերակրատեսակն որ մենք պատրաստում էինք, ուզում եմ ասել, որ կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ հետ առաջարկել կարմիր անապակ հայկական չքնաղ գինի։ Էրիշտայով քաշովի։ Արիշտա 100 գրամ, բլղուր 50 գրամ, յուղ 30 գրամ, լոլիկ 100 գրամ, սող 30 գրամ, աղացած հոտավետ պղպեղ, չոր ռեհան, սև պղպեղ։ Բարի ախորժակ։ Մենք միշտ պարտավոր ենք իմանալ, պարտավոր ենք միշտ սերտել մեր ազգային արժեքների պահապանները եւ տարածողները մենք ենք։ Մենք ոչ միայն պիտի պահպանենք, այլ նաեւ փոխանցենք մեր եկող սերունդների բարեկամներ։ Հիշեք։ Եվ վերջում բարեկամներ, ուզում եմ որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։